չի ենթարկվել բամբասանքին։ Առակաց 11:12-ից 13-րդ խոսքերում ասում է. իր հարևանին արհամարողը պակասամիտ է, բայց խոհե մարդը կլռի։ Բանսարկություն ման եկողը գաղտնիքը կհայտնի, բայց հավատարիմ հոգի ունեցողը կծածկի բանը։ Բոլորիս հետ պատահել է։ Դուք զրուցում եք, երբ հանկարծ մեկը սկսում է բամբասել։ Հույս ունեք, որ ինչ-որ մեկը վերջ կտա դրան։ Որքան երկար եք լսում, այնքան անհարմար է դառնում հակառակվելը։ Սակայն ավելի ուշ հասկանում եք, որ ձեր տեսողությունը մթագնել է։ Հաջորդ անգամ, երբ տեսնեք այն մարդուն, որին քննարկում էիք, վատ վիճակում կհայտնվեք։ Կամ երբ լսեք նրա անունը, ճնշում կզգաք, դատելու նրան ոչ թե պարզապես նրա արարքները, այլ նրա շարժառիթները։ Դժվար է խուսափել բամբասանքից, բայց նույնիսկ դա լսելը ապականում է մեզ։ Առակաց 17:4։ Նախ պետք է հասկանանք, թե ինչ է անում բամբասանքը։ Ըստ բառարանին, բամբասկոտը հայտնում է անձնական կամ ցնցող փաստեր ուրիշների մասին։ Նա այդ տեղեկությունները հաղորդում է այն մարդկանց, որոնք ներգրավված չեն տվյալ իրավիճակին։ Բամբասանքը թունավորում է հարաբերությունները և խեղաթյուրում ճշմարտությունը։ Դա վստահության դավաճանություն է։ Գաղտնիքը, միջադեպը, որոնք կարելի էր ծածկել, զրույցի թեմա է դառնում ինչ-որ մեկի շահի համար։ Ոմանք բամբասում են կարգավիճակ ձեռք բերելու համար, ուշադրություն գրավելու համար, զվարճանալու համար։ Մյուսները բամբասում են, որպեսզի պատժեն ինչ-որ մեկին։ Սա մեր գործը չէ։ Սուրբ Հոգին փափկացնում է մեր սիրտը, որպեսզի երբ խոսենք ինչ-որ մեկի մասին, զգանք, որ ստուգվում ենք։ Եթե թշնամին իմանա, որ դուք հսկում եք ձեր խոսքերը, նա կփորձի տապալել ձեզ այն ամենով, ինչ դիտում, կարդում կամ լսում եք։ Թույլ մի տվեք նրան։ Բամբասանքից զգուշանալը սիրտը հսկելու կարևոր մաս է։ Երբ որոշեք հեռու մնալ նման խոսակցություններից, ապավինեք Սուրբ Հոգուն։ Երբեմն լավագույն տարբերակը պարզապես հեռանալն է։ Դուք չեք ցանկանում, որ ձեր շրթունքները տանեն ձեզ մութ ճանապարհներով։ Թույլ մի տվեք, որ ինչ-որ մեկը վատ խոսի ձեր մտերիմ մարդկանց մասին։ Փոխարենը աղոթեք, սիրեք և եթե անհրաժեշտ է, հակառակվեք նրանց։ Եկեք աղոթենք։ Տեր, պահպանիր իմ շրթունքները և ականջները, որ չապականեմ իմ սիրտը, սովորեցրու, թե ինչպես զգուշորեն, բայց ամուր կանգնեմ իմ դիրքում, շտկեմ իմ կյանքը և արձագանքեմ հոգու արգելքներին։ Ես ուժեղ եմ, երբ խոսում եմ կյանքի խոսքեր, բամբասանքի փոխարեն։ Տեր, սովորացրու, որ բառ խոսեմ, ոչ թե բամբասեմ։ Ամեն։